Եթերում պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության Զինուշ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Հաշված օրեր են մնացել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին։ Հանդիսավոր միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 21-ին քաղաքամայր Երևանում կկայանա տոնական զորահանդես, որի փորձերն սկսվել եւ ընթանում են մեծ թափով։ Շարունակվում են Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի փորձերը։ Դրանց շրջանակներում ազգային բանակի զորատեսակներն ու ստորաբաժանումները ներկայացնող զինծառայողները հղկում են շարային քայլն ու գործողությունների հաջորդականությունը։ Վաղօրոք նշել էինք, որ դրա շրջանակներում ազգային բանակի զինծառայողների հետ կողք կողքի հանրապետության հրապարակով անցնելու են Արցախյան պատերազմի վետերաններն ու զինված ուժերի զորամասերում ծառայություն անցնող հոգևոր սպասավորները։ Այսօր արդեն նրանք փաստեցին, որ չեն պատրաստվում իրենց շարային պատրաստությամբ եւ ռիթմիկ քայլքով հետ մնալ զորահանդեսի մյուս մասնակիցներից։ Օգոստոսի 29-ին զորահանդեսի փորձերին հետևելու էին եկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, այլ բարձրաստիճան զինվորականներ։ Զորահանդեսի փորձի շրջանակներում շքերթին մասնակից զինվորներն ու սպաները անցան հանդիսավոր շարային քայլքով։ Նրանց հետևեց ազգային բանակի ամենատարբեր ստորաբաժանումներում ներգրաված ավտոմոբիլային տեխնիկայի եւ օդուժի ցուցադրությունը։ 19 օր անց այս տղաները առաջին լայնամասշտաբ զորահանդեսի փորձի շրջանակներում քայլելու են հանրապետության հրապարակում իրենց խրոխտ քայլքով ներկայացնելով հաղթանակած հայկական զինված ուժերը։ Իսկ դա ստիպում է ել առավել ջանադրաբար մոտենալ ամենօրյա փորձերին եւ ջանք ու եռանդ չխնայել նախապատրաստվելու համար առաջիկա զորահանդեսին։ Դիմելով զորահանդեսի մասնակիցներին, պաշտպանության նախարարը հորդորեց յուրաքանչյուր պատեհ օգտագործել մեկ անգամ եւս հղկելու եւ կատարելության հասցնելու համար զորահանդեսի յուրաքանչյուր դրվագ, մատնանշեց շտկման անհրաժեշտություն պահանջող առանձին էլեմենտները։ Անձնակազմը, հրամանատարները եւ զինծառայողները գիտեն իրենց պարտականությունները, գիտեն անցնելու ձևը, գիտեն շարքում կանգնելու, այսպես աստիճանը եւ կարելի ասել, եթե վաղը հանկարծակի ասեն, որ վաղը զորահանդեսն է, մենք միանգամից կանցնենք եւ պատշաճ մակարդակի կլինի, բայց գտնում եմ, որ այդ զորահանդեսը, քանի որ 20-ամյակին է վերաբերվում, մենք պետք է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն, մեր հանրությանը, ժողովրդին եւ նաեւ միջազգային հանրությանը ներկայանանք ավելի պատշաճ մակարդակի։ Ասել է, թե կան դերևս էլեմենտներ, որոնց շուրջը մենք դերևս պետք է աշխատենք։ Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել Հայաստանի Հանրապետության անկախության հոբելյանական տարեդարձին։ Դա է պատճառը, որ զորահանդեսի մասնակիցները ջանք ու եռանդ չեն խնայում զորահանդեսին հավուր պատշաճի ներկայանալու համար։ Փորձերը չեն դադարում եւ ոչ մի օր սեպտեմբերի 21-ին մեր ազգին եւ միջազգային հանրությանը ներկայացնելու համար նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ եւ շքեղ զորահանդեսը։ Օգոստոսի 24-ից 26-ը Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հենքի վրա անցկացվեց հրամանատարական հավաք, որի մասնակիցներն էին զորամասերի համալրման բաժանմունքի պետերը, ներկայացնում են Արցախի մեր գործընկերները։ Համաբանակային նշանակության միջոցառումը ղեկավարում էր Հանրապետության զինված ուժերի կազմզորահավաքային վարչության պետ գնդապետ Արաքել Մարտիկյանը։ Վերջինիս էլ ստացանք նմանատիպ հավաքների առանձնահատկություններին վերաբերող մեր հարցերի պատասխանները։ Նման հավաքների ժամանակ համապատասխան պաշտոն զբաղեցնող սպայական կազմը հնարավորություն ունի շփվելու իր համագործակից գործընկերների հետ։ Շփումներ ես նման հավաքները բացեն, որ քննարկվում ուսումնասիրվում են ծառայության առնչվող, նեղ մասնագիտությանը առնչվող, ծառայության ընթացքում առաջ եկած պրոբլեմային հարցերի քննարկումը, համատեղ քննարկումների ընթացքում զուգահեռ անց է կացվում նաև փորձի փոխանակման լուրջ գործընթաց։ Իսկ գործի փոխանակման ընթացքում անկախ նրանից կան ղեկավար փաստաթղթերի պահանջ, ղեկավար փաստաթղթերի պահանջի ուսումնասիրության եւ գործնական օգտագործման ընթացքում արդեն ի հայտ են գալի բավական մանր եւ մեծ խնդիրներ, որոնք փաստաթուղթը մշակելու ընթացքում առաջնահերթ միգուցեև չի նկատվում, բայց արդեն գործնականում օգտագործելու ընթացքում ի հայտ են գալի խնդրի նոր լուծման եղանակներ։ Հավաքների ընթացքում հնչեցված գրեթե բոլոր ելույթներն անդրադառնում էին նշված օղակի սպաների կողմից իրականացվող բոլոր գործընթացների ճիշտ կազմավորմանն ու տարաբնույթ փաստաթղթերի մշակմանը։
Դասախոսությունների ժամանակ մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին նաև ոլորտում առկա թերությունները, որոնց շտկման ուղղությամբ թե միջոցառման ղեկավար կազմը եւ թե մասնակիցները հանդես եկան առաջարկություններով ու վերլուծություններով։ Յուրաքանչյուր դասախոսության վերջում հավաքի մասնակիցներն իրենց հետաքրքրող բոլոր հարցերով դիմում էին ելույթ ունեցողներին եւ տեղում ստանում սպառիչ պատասխաններ։ Արդյունքների ամփոփմամբ ավարտված միջոցառման ընթացքը ցույց տվեց, որ բարձր կազմակերպվածությամբ եւ ջերմ ու անկեղծ մթնոլորտում անցկացված հերթական համապանակային միջոցառումը կծառայի իր նպատակին եւ մասնակիցները հավաքից ստացած փորձն ու գիտելիքները գործնականում հեշտությամբ կկիրառեն։ Երևանի պետական համալսարանում արդեն ավանդույթ է դարձել համալսարանական ազատամարտիկների անուններով լսարանների անվանակոչումը։ Սեպտեմբերի 1-ը իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիների համար կրկնակի խորհրդանշական էր։ Նրանց ուսանողական կյանքի առաջին դասախոսությունը նվիրված էր ազատամարտիկ, մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Հապետ Արշակյանի եւ մյուս համալսարանական զոհված ազատամարտիկների հիշատակին։ Երևանի պետական համալսարանը դեռ Արցախյան շարժման առաջին օրերից եղել է համազգային զարթոնքի թոհուբոհում։ Գիտելիքը զենք է խաղաղ օրերում, բայց երբ հայրենի երկրին զինվոր է պետք, մտավորականից մինչև բանվոր զենք պիտի առնեն ու շտապեն ճակատ։ Այսպես են դաստիարակվել ու մինչ այսօր դաստիարակվում մայրբուհի ուսանողները։ Առավել կարևոր դասախոսություն, քան հայրենապաշտ նախնիների պատմությունն է, թերևս չկա։ Ուստի պատահական չէր, որ համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը սեպտեմբերի 1-ին հենց այդպիսի մի դասախոսությամբ ողջունեց ֆակուլտետի ուսանողներին։ Հապետը նրանց հասակակիցն էր, երբ թողեց ուսումը, նորաստեղծ ընտանիքը, երիտասարդ կնոջն ու ծնողներին մեկնեց Արցախ մասնակցելու հայրենիքի ազատագրական պայքարին։ 1987 թվականին գերազանցությամբ ավարտեց հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը եւ մեկնեց Նովոսիբիրսկ, ուսումը շարունակելու բարձրագույն զինվորական դպրոցում։ 1988 թվականին կիսատ թողնելով ուսումը Հապետ Արշակյանը վերադարձավ Հայաստան եւ ընդունվեց Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Արցախյան պատերազմը սկսվելուն պես նա կամավոր մեկնեց ռազմաճակատ, որտեղ դարձավ Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտի կոչումով։ 1992 թվականին Հապետը իր մարտական ընկերների հետ գործուն մասնակցություն ունեցավ Հադրութ, Ֆիզուլի, Հորադիս ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վարած հաղթական մարտերին։ 1993-ին իր վաշտով տեղափոխվեց Մարտակերտի շրջան, որտեղ պաշտպանության բանակի այլ զորամիավորումների հետ մասնակցեց ավելի քան 10 գյուղերի ազատագրմանը։ Հապետ Արշակյանը զոհվել է 1994 թվականի հունվարի 9-ին Մատախիսի մոտակայքում Դագաղասարի բարձունքում մղած մարտերի ժամանակ։ 1994 թվականին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ավագ լեյտենանտ Հապետ Արշակյանին հետմահու շնորհվել է կապիտանի կոչում։ Նույն թվականին հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ անձնական արիության համար պարգևատրվել է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ Միջոցառման ավարտին ներկաները ի նշան հարգանքի Երևանի պետական համալսարանի զոհված ազատամարտիկներին նվիրված Խաչքար հուշակոթողի մոտ ծաղիկներ դրեցին։ Որպեսզի կայանա բանակը, զինվոր է պետք, հետո զինամթերք ու տեխնիկա։ Իսկ որպեսզի զինվորը կարողանա ծառայել ի նպաստ իր երկրի, նրան առաջ մղող ուժ, ոգի է պետք։ Իսկ այդ ոգին նրան հաղորդում են իր նախնիների քաջագործություններն ու հարազատ ժողովրդի անցած հերոսական ուղին։ Մեր պապերի քաջ անցյալի ու գեղանկարիչ Վահան Ղարիբյանի նկարներում հայոց պատմության եւ ռազմարվեստի փառահեղ էջերի արտահայտման մասին է պատմում մեր թողարկման մտավորականը եւ բանակը հերոստաէջը։ Ըստ ավանդության Վահագնը պատերազմի, քաջության, հաղթանակի գերագույն աստվածն է։ Հայկ Նահապետից մինչև Տիգրան Մեծ ու դեռ ավելի հեռու մեր նախնիներն իրենց տիեզերական ուժն ու հավատը ստանում էին Վահագնից։ Այսօր էլ մենք մեր ուժն ենք քաղում մեր նախնյաց քաջարի տոհմից։ Հայոց արքաների ու սպարապետների հերոսական պատմությունն է դեռ մանկության տարիներին գեղանկարիչ Վահան Ղարիբյանի հոգում ծնունդ տվել արվեստագետին։ Եթե հիշենք Ձորիմիրոյի ֆիլմը, ինչպես են թուրքերը կապում նրան ու աչքի առաջ մորթում են Գերդարստանը, կարծես թե այդ ֆիլմը նկարված է հենց իմ պապիս
կյանքից ելնելով։ Այսինքն նրան էլ այդպես կապել են եւ 60 հոգի ուղիղ ամբողջ Գերդաստան, ընտանիքը, երեխաներով բոլորին մորթել են իր աչքի առաջ։ Եվ նա ինչի ձևով մնացել էր ողջ, որ իշխանության հարցով միացել էր Անդրանիկ Զորավարին, իր հետ ամբողջ ժամանակ եղել է, մինչև անգամ, երբ որ Անդրանիկ իր զորքով հասնում է Բաթում, հենց Բաթումում է բոլորին տեղավորեցնում, ումին ինչպես իմ պապս էլ դառնում է բեռնակիր, շատ հզոր մարդ է եղել։ Ես ծնվում եմ Բաթումում, պապիս գալով, թե չէ պետք է ես փաստորեն մշում ծնված լինեի, եթե չլիներ այդ եղերնը։ Նկարչի ցուցահանդեսում գտա այն, ինչ երազում ու սպասում էի։ Վերջապես մենք հրաժարվում ենք պատմական լալկանությունից եւ գտնում մեզ հերոսացած։ Վահան Ղարիբյանի տարիներ առաջ կայացած ցուցահանդեսի կապակցությամբ այսպես է արտահայտվել Արկադի Տեր-Թադևոսյանը։ Վահան Ղարիբյանի նկարներում Տիգրան Մեծն է։ Սա մեր թագավորներից ամենահզորը եւ ամենախոհեմն էր, եւ նրանցից բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ մարած իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով իրեն հնազանդեցրեց եւ մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչեւ հին բնակության սահմանների ծայրերը։ Բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներից ցանկալի թե ինքը եւ թե իր ժամանակը։ Գրում է պատմահայրը։ Ես շատ բազմազգ Բաքում եմ մեծացել, 16 ազգություններ էին ապրում, վրացիներ, ռուսներ, նույնիսկ իսպանացիներ էլ ունեինք։ Երեկոները հավաքվում էինք ու ես միշտ պատմում էի իմ սերնդակիցներին մեր հարուստ պատմական անցյալը։ Ինչ խոսնանք ոգևորված եւ ինչ որտեղ նույնիսկ նախանձոտ լսում էին ինձ, բայց հետո եկավ ժամանակ, որ ես զգում էի, որ պատմելս այնքան էլ չէր հաջողում, այնպես գեղարվեստորեն, ինչքան որ պետք էր փաստորեն վերարտադրեի այդ ամեն մի կերպարը ու մատուցեի իմ սերնդակիցներին այդպես։ Հին աշխարհի հեղինակները հավաստում են, որ աշխարհը դողացել է Հռոմի առջև։ Հռոմը դողացել է Արտաշես աշխարհակալից։ Ձյուծազուններին վայել չէ մի քենի համար ուրիշ ձյուծազունների ցեղը վերացնել, կամ ծառա դարձնելով որպես տրուկ պահել եւ հավիտենական թշնամություն երկու քաջ ազգերի միջև հաստատել։ Գրում է Մովսես Խորենացին։ Մուշեղ Մամիկոնյան սպարապետը գլխավորեց հայ ժողովրդի համաժողովրդական պայքարը Սասանյանների դեմ։ Երկրից վռնդելով պարսիկներին 369 թվականին Պապ թագավորը Մուշեղ սպարապետի հետ հաղթական մուտք գործեց Արտաշատ եւ գահակալեց։ Ճակատամարտի ժամանակ Շապուհ II-ը փախավ, թողնելով իր հարեմը, որը Մուշեղը հետ ուղարկեց, ինչպես վայել էր իսկական զորավարին։ Պատերազմների պատմության մեջ թերևս նմանօրինակ երևույթ չի եղել։ Շապուհն ի պատիվ Մուշեղի ամեն խնջույքի ժամանակ կենաց բարձրացնելիս առաջին գավաթը բարձրացնում էր նրա առողջության կենացը, իսկ գավաթի վրա դրվագված էր ճերմակ ձին իր Մուշեղ հեծյալով։ Հետո սկսվեց ավելի բեղնավոր, ավելի խորքային, երբ որ ես արդեն որոշեցի 20-ամյա երիտասարդը 70-ական թվականներին անպայման գալ եւ հաստատվել իմ հայրենիքում, այսինքն իմ փապագած Երևանում։ Ղարաբաղյան շարժումից հետո կարծես թե այս պատմական անցյալի կերպարները իմ մոտ վերափոխվեցին իրենց իմաստով այն ձևի մեջ, առաջ եկավ այսպիսի մի հասկացողություն, որը մեզ կոմունիստական հասարակարգի սերնդի մարդկանց մոտ մի քիչ տարօրինակ էր, բայց ինչ խոսքես, դեռ երիտասարդ հասակից միշտ դա երազանքի մեջ մի շաբաթ եղել է, որ մենք ունենանք հայոց բանակ, որ ես ոչ թե Սիբիրներում, ասենք թե ծառայեի, այլ Հայաստանում ծառայեի։
Պակաս քաղաքական գործիչ չէր եւ բաբթագավորը, ով դեմ գնալով ներսես մեծին, արժանացավ նրա նզովքին, հակառակվեց եկեղեցու իշխանությանը, փակել տվեց բոլոր կուսանոցները, որովհետեւ հայ աղջիկներն ու կանայք պիտի ամուսնանային եւ հայոց բանակի համար մարտիկներ ծնեին։ Մամիկոնյան Մանվել իշխանն է, որի ամբողջ մարմինը ծածկված էր բազմաթիվ վերքերով, մահանում է ծերությունից։ Դա զինվորի համար ողբերգություն էր, մեռնել մահճում, այլ ոչ ռազմի դաշտում։ Սպարապետը սկսեց խոսել զորքի հետ եւ ասաց. Արդ աղաչում եմ ձեզ, ով իմ քաջ նիզակակիցներ, մանավանդ, որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավ եք եւ հայրենական գահի պատվով ավելի բարձր, բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ եւ զորագլուխ, թող իմ խոսքերն ախորժալուր եւ բաղձալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին։ Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից եւ ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրա զորությունը, որպեսի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք։ Ինչպես մեր բանակը կանոնավոր իր գործն ավարտած, ինչպես մյուս կողմից էլ իհարկե միշտ էլ պետք է բանակի եսպարազինությունը եւ բարոյական կողմը ավելի բարձր պահել, դրանք խնդիրներ են, որոնք կապված են ժամանակի հետ, բայց ի սկզբանե եսի նկատի ունեմ, զգում եմ իմ պիտանությունը պետք է լինի, որովհետեւ բանակը նախ ինչպես զինվորն է, հետո զենքն է, եւ այստեղ անպայման պետք է լիներ եւ հոգեվոր ուժի առկայությունը։ Օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ խոսք այսօր շատ է խոսում մարդկային ֆակտորը, հերոսության ֆակտորը, զենք ու զինամթերքի, տանկերի եւ այլ։ Ես համոզված եմ, եթե չլիներ Թոյիձեի Մայր հայրենիքի կանչում պլակատը, եթե չլիներ Ռախմանինովի երկրորդ սիմֆոնիան, ինչ խոսք նաեւ Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանքը, երկրորդ համաշխարհային պատերազմում մենք այդպեսի հաղթություն փայլուն չէինք ունենա։ Նույն անշուշտ պետք է մենք այդ կորիզը մտցնենք մեր բանակում։ Քաջերի սերունդները քաջերն են։ Պարոնայք սպաներ խորագրի ներքո ձեր ուշադրությանը ներկայացվող տեսանյութը պատմում է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի պետի տեղակալ բուժծառայության մայոր Միքայել Բայացյանի մասին։ Վերջերս զինված ուժերում իրականացված հրամանատարական պատրաստության ստուգումների ժամանակ մայոր Բայացյանն արժանացել է գերազանց գնահատականների։ Օգոստոսի 26-ին Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորելով մայոր Միքայել Բայացյանին շեշտեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորված սպան կարողացել է հրամանատարական պատրաստության ստուգումների ընթացքում գերազանց գնահատականներով հանձնել բարդ քննությունները։ Այդ քննաշրջանը հերթական ու պատասխանատու ստուգարք էր Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում անձնակազմի հետ տարվող աշխատանքների համար պատասխանատու մայոր Բայաթյանի համար։ 1992 թվականի հունիսի 29-ին Լենինավյան գյուղի ինքնապաշտպանական թեժ մարտում ոտքը կորցրած ազատամարտիկը այսօր էլ շարքում է, լիարժեքորեն կատարելով ծառայողական պարտականությունները ու ապացուցելով, որ ուժեղ կամքի եւ ոգու տեր մարդու հայ սպայի համար անհաղթահարելի խոչընդոտներ չկան։ Քննությունների ժամանակ բոլոր առարկաներից ստացել էի գերազանց եւ կարող էի կրակային քննությունը չհանձնեի։ Խնդրեցի հանձնաժողովի նախագահ գնդապետ Մաթեոսյանին եւ նա թույլատրեց մասնակցել եւ ի ուրախությունից կարողացա խոցել բոլոր 3 թիրախներն նորից ստանալ գերազանց գնահատական։ Երևանի պետական բժշկական ինստիտուտի շրջանավարտը Նիկոլ Դուման Ջոկատի իր մարտական ընկերների հետ թշնամու հարձակումներից ու ոտնձգություններից պաշտպանել է մեր խաղաղ բնակավայրերը՝ Կիրանց, Մովսես, Կիչյան, Աղբուլախ, Կարմիրավան, Լենինավան եւ այլ գյուղերը։ Տեսել է մահ ու ավերածություններ, ազերի հրոսակախմբերի վայրագություններ, բնակչության գաղթ։
ու մարտի դաշտում իր ընկերների հետ երդվել է, որ այս անգամ 1915 թիվը չի կրկնվի։ Ամենածանր ապրումները, որ ունեցել ենք, երբ որ Լաչինի միջանցքով գնում ենք դեպի Մարտակերտ, օրասական օրերին, հունիսի դեպքերից հետո, երբ որ Շահումյանը ընկել էր եւ այդ ժողովրդի գաղթը այդ մեր աչքերով տեսանք, եւ այդ ժամանակ բոլորս էլ նեղվեցինք, որ այդ ոնց մենք կռվենք ու նորից այդ ոնց են կռվում, որ նորից գաղթն է մեր ժողովրդը ապրում եւ բոլորիս մեջ էլ այդ հոգին լցվեց անսահման վրեժով, ցասումով եւ երթվեցինք, որ պետք է ամեն ինչ անենք, որ թշնամուն մեր հողերից վռնդենք, ոչնչացնենք, տանենք իր ворչում։ Պատերազմի ժամանակ նույնիսկ ամենաօրհասական պահերին մեր տղաները չեն կորցրել հումորի զգացումը, արհամարել են մահը ու իրենց ոգեղենության շնորհիվ հաղթել ու ծնկի են բերել մինչև ատամները զինված թշնամուն։ Հումորը ուղեկցել է մեզ միշտ ու շատ օրհասական այդ պահերին օգնել է լիցքաթափվելու։ Օրինակ Աղբուլախ գյուղում հիշում եմ 92 թվականի մայիսի 10-ին, երբ որ թշնամին լայնածավալ հարձակում ձեռնարկեց այդ գյուղերի վրա, մեր հիմա զոհված է մեր ընկերը Մարտիրոսյան Արմենը, երբ որ հեռադիտակով հաշվեց մոտ 40 զրահ տեխնիկա, լուրցեկա ասում տղերք այս փոքր գյուղը Վարշավայի տեղն են դրել, երկրորդ պատերազմի համաշխարհային պատերազմի ժամանակ մի գյուղի վրա այսքան տեխնիկա չէր գալի, բոլորս էլ հակամայից խնդացենք, լիցքաթափվեցինք եւ էլ օգնեց մեզ կանգնացնել թշնամու առաջ խաղացումը իրեն վնասներ պատճառելով։ Մայոր Բայաթյանի ծառայողական պարտականությունները անմիջականորեն կապված են հոսպիտալում ապաքինվող զինծառայողների, սպաների եւ շարքայինների տարաբնույթ խնդիրների հետ։ Այս ոլորտն իրեն քաջ ծանոթ է, քանի որ ծանր վիրավորվելուց հետո մի զգալի ժամանակահատվածի ընթացքում ինքն էլ է բուժվել ու ապաքինվել։ Հաճախ հանդիպում է մարտական ընկերների հետ, անհրաժեշտության դեպքում օգնում, գոտեպնդում, հավատարիմ մնալով զինվորական անխախտ եղբայրությանը։ Ընկերներից ոմանք էլ, ում հետ անցել է պատերազմի հրեղեն ճանապարհներով, այսօր չկան։ Մնացել են լուսանկարներ, հուշեր, պատերազմական անմոռանալի դրվագներ ազատամարտիկների սխրագործությունների մասին։ Դե իսկ երեխաներն էլ դաստիարակվելով մարտական սպայի, արիության մեդալի ասպետի ընտանիքում մանկուց հպարտության զգացում են ապրում, որ իրենց հայրը հայրենիքի այն պաշտպաններից է, ով կռվել է պատվով, արհամարել է վախն ու մահը եւ հավատարիմ է մնացել հայ ազատամարտիկների տված երդմանը։ Պահեստի գնդապետ Վարդան Մայիլյանը մեկն է այն շատերից, ով իր էական ներդրումն է ունեցել ոչ միայն արցախյան ազատամարտում, այլև բանակաշինության մեջ։ Պատերազմի տարիներին ցուցաբերած խիզախության համար նա արժանացել է Արցախի երկրորդ աստիճանի մարտական խաչ շքանշանի։ Դիտենք մեր թղթակից Հարություն Չակմիշյանի պատրաստած տեսանյութը։ Գյումրեցի Պահեստի գնդապետ Վարդան Մայիլյանը մեկն է այն շատերից, ով հպարտորեն կարող է ասել՝ ես ապրել եմ հայրենիքիս համար։ 18-ամյա Վարդանը դեռևս 1964 թվականին շուրջ 300 հայրենակիցների հետ մեկնեց բարձրագույն ռազմական կրթություն ստանալու։ Ուսումնառության 4 տարիներն անցան Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանում։ Բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո նշանակում ստացավ Հարազատ քաղաքում որպես խորը հետախուզության դասակի հրամանատար։ Հետո 9 տարի շարունակ Վաշտի հրամանատար էր։ 1979-ին նշանակում ստացավ Վոլգոգրադի Վարշավյան պայմանագրի փորձադաշտում ծառայելու, այս անգամ գումարտակի հրամանատարի պաշտոնում։ Ծառայեց նաև Աֆղանստանում։ Այդ ընթացքում տեսական գիտելիքների եւ հարուստ գործնական փորձի պաշար կուտակեց ու պատահական չէր, որ 1991 թվականին առաջարկություն ստացավ դասավանդելու Մոսկվայի ռազմական ուսումնական հաստատություններից մեկում, բայց առանց տատանվելու հրաժարվեց։ Նույն թվականին էլ Վազգեն Սարգսյանից հանձնարարական ստացավ միավորել Շիրակի մարզում ձևավորված ռազմաջոկատները, ինչը հաջողությամբ ավարտեց 1992 թվականին։ Հոկտեմբերին կազմավորվեց Գյումրիի 333-րդ ինքնապաշտպանության գումարտակը Վարդան Մայիլյանի հրամանատարությամբ։ Զորամիավորումն իր մարտական ուղին սկսեց Կորնիձորից։ 1993 թվականի հունվարի 3-ին կազմավորվեց 5-րդ բրիգադի 4-րդ գումարտակը Միքայել Տիտանյանի հրամանատարությամբ։ Վարդան Մայիլյանին վստահվեց շտաբի պետի պատասխանատու պաշտոնը։ Իսկ պատերազմն առանց զոհերի չի լինում, առաջինները չուշացան։ Առաջին զոհերը ես տեսել եմ 1992 թվականին մեր մարտական գործողությունների ժամանակ Կորնիձոր, Սաֆյան հատվածում, Սաֆյանի տակ զոհվեցին նորաստեղծ գումարտակի տղաներից 6 հոգի։ Թշնամին իր գործողություններով սովորեցրեց պայքարի մարտավարություն մշակել, հաշվի առնելով նրա հոգեբանությունը։
Ուսումնառության ու ծառայության ընթացքում կուտակված հարուստ փորձը էլ որտեղ կարող էր պետք գալ, եթե ոչ հայրենիքի պաշտպանության համար։ Շուտով Վարդան Մայլյանը հմուտ զորականի համբավ ձեռք բերեց։ Նրա համեստությունը հենց գործի մեջ է։ Նրա գաղափարները իր համեստության մեջ են։ Ես իրեն գնահատում եմ մարդու, որը մարդի դաշտում եղել է որպես ծնող, որպես մեծ եղբայր, որպես մարտական ընկեր եւ որպես հրամանատար։ Մի առիթ չկա, որ մենք միջոցառումներին երկրապահական ներկա լինենք, որ մի 1000 հոգի չհարցնեն, ուր է Մալյան Վարդանը, խո իրեն ված չի զգում։ Արցախի երախտապարտ ժողովուրդը չմոռացավ նվիրյալ հայոց տուն ու արդեն զինադատարի ժամանակ իր բարձրագույն պարգևներից մեկին արժանացրեց։ Արցախի մարտական խաչը ես ստացել եմ 1994 թվականի մայիս ամսին զինադատարից հետո Մարտակերտի ազատագրման համար, մարտական գործողություններին մասնակցելու համար։ Զինադատարի առաջին իսկ օրերից նա ստանձնեց սպաների ուսուցման գործը, կազմեց ուսուցման ծրագիր, որն համաձայնեցվեց վերադաս հրամանատարության հետ։ Նոր սերնդի ուսուցումը շարունակեց նաև 1998 թվականին, երբ պետի պաշտոն ստանձնեց Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնում, որտեղ ծառայեց մինչև 2004 թվականը վաստակած կենսաթոշակի անցնելը։ Այս ընթացքում էլ նա հանգիստ չմնաց, 2006-ից նախ անցավ Երկրապահ կամավորականների միության շարքերը։ Այժմ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի փոխնախագահն է ու դարձյալ զբաղված է դաստիարակչական գործունեությամբ երիտասարդ ու պատանի երկրապահների համար։ Վարդան Մայլյան հմուտ զորականի գործն այժմ որդին Սերգեյն է շարունակում, ով ռազմական կրթություն ստանալուց հետո ծառայության է անցել ազգային բանակում։ Նա այժմ 34 տարեկան է, արդեն եւ հասել է փոխգնդապետի կոչման։ Ինչ մնում է Ադրբեջանի կողմից վերջերս հաճախեկիացած ռազմատենչ հայտարարություններին, պայեստի գնդապետ Վարդան Մայլյանն իր դիտարկումներն ունի։ Իրանք չունեն հայրենասիրությունը, չունեն մարտական ոգին։ Մնացածը ամեն ինչ ունեն։ Եթե ուզում են զինել Հայաստանի երկրորդ բանակը, թող զինեն։ Այս կարծիքն այն մարդն է հայտնում, ով անցել է մարտական բովով ու թրծվել Արցախի ազատագրական պայքարում։ Վարդան Մայլյանը համոզված է, որ նույն ոգին փոխանցվել է նաև այսօրվա զինվորին, ով վստահորեն պաշտպանում է հայրենի հողը։ Օգոստոսի 31-ին անցկացվեց ուրախների եւ հնարամիտների համաբանակային փուլի եզրափակիչ փուլը։ Զուգահեռաբար կայացավ նաև մեկ այլ մրցույթ, որին մասնակցեցին իրենց կտավներն ու քանդակները ներկայացրած շնորհալի զինծառայողները։ Ստուգատիսին ներկայ է եղել նաև մեր նկարահանող խումբը։ Ուրախների եւ հնարամիտների համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները զինված ուժերի տարբեր զորամասերի թիմերը ցուցադրեցին իրենց սրամտության եւ անզուգական հումորի պաշարը, նաև բեմական բավական լուրջ ունակությունները։ Աշխուժ ու եռանդուն համաբանակային այս միջոցառման ընթացքին հետևելով համոզվեցինք, որ այսօր էլ ազգային բանակում ծառայում են բարձր ինտելեկտով օժտված տղաներ, ովքեր կարող են մասնակցել նմանաբնույթ ամենաներկայացչական մրցույթներին։ Ժյուրիի դատին ներկայացված մանրապատումները, երաժշտական համարները, ելույթները կարող էին մեծ բավականություն պատճառել ամենախստապահանջ հանդիսատեսին։ Մեկ անգամ եւս համոզվեցինք, որ ԱՊՀ երկրների ուրախների եւ հնարամիտների մրցույթներում մեծ համբավ ու հեղինակություն ձեռք բերած հայկական թիմերի հաջողությունները պատահական չէին։ Այս ժանրում մեր ժողովրդի առավել շնորհալի ներկայացուցիչները, անկախ նրանից քաղաքացիական անձիկ են թե զինծառայողներ, մշտապես աչքի են ընկնում իրենց նուրբ հումորով, անսպառ եռանդով, իրականությանը լավատեսորեն նայելու ունակությամբ։ Իսկ թեմաները տարաբնույթ էին՝ զինվորական ծառայությունից սկսած աշխարհի հայտնի քաղաքական գործիչներով, մշակույթի եւ սպորտի աշխարհով վերջացրած։ Նշենք նաև, որ դահլիճում ներկայ էին ոչ միայն իրենց ծառայեկիցներին բուրըն կերպով աջակցող ժամկետային զինծառայողները, այլև նրանց ծնողները, ովքեր կարող էին հերթական անգամ համոզվել, որ բանակում ոչ միայն ծառայողական պարտականություններ կատարել, այլև անկեղծ ուրախանալ ու կատակել գիտեն։ Ի վերջո ժյուրին կրկին նախապատվությունը տվեց զինված ուժերի կրտսեր սպայական դարբնոցի ուսումնական զորամասի թիմին, որը երկրորդ անգամ անընդմեջ հաղթողի կոչումը նվաճեց։ Նույն հաջողությանը ուսումնական զորամասի թիմը հասել էր նաև անցյալ տարի։ Իսկ ինչ վերաբերում է նկարիչների ու քանդակագործների աշխատանքներին, ապա այս մրցույթը նույնպես ներկայացական էր
Քանի որ մասնակիցներից շատերը Գեղարվեստի պետական ակադեմիայի սանները եւ շրջանավարտները ներկայումս ծառայում են զինված ուժերում։ Մասնավորապես դրվատանքի երարժանի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի շարքային զինծառայող Արամայիս Ասլանյանի կողմից ներկայացված աշխատանքները՝ Արլեկինո կտավը եւ քնած աղջիկ քանդակը։ Նկարել եմ մի մարդ, որը կյանքում դերեր է խաղացել, իսկ հիմա ժամանակն է, որ ինքը անկեղծանայինք իր հետ, բարձի իր ով լինելը։ Ես ցուցահանդեսից հետո հույս ունեմ, որ կշարունակեմ զորամասում իմ աշխատանքով զբաղվել։ Անպայման իրենց հնարավորություն է ընձեռվելու հրամանատարության կողմից, որպեսզի իրենք իրենց ստեղծագործական գործունեությունը շարունակեն զորամասի առօրյա կյանքում, տեղ է հատկացվելու, որպեսզի հետագայում մեր զինծառայողները զորացրվելուց հետո հիշեն բանակը ոչ միայն որպես բանակ, այլ որպես այն վայրը, որտեղ իրենք կարողացել են իրենց ստեղծագործական կյանքով ապրեն։ Անշուշտ հուսադրող է այն հանգամանքը, որ մեր զորամասերի հրամկազմը հոգատար վերաբերմունք է ցուցաբերում առավել շնորհալի զինծառայողների նկատմամբ։ Արդյունքում ստեղծվում է այն բարենպաստ մթնոլորտ եւ միջավայրը, որը նպաստում է համերաշխ զինվորական ընտանիքների ձևավորմանը։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։